Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ։ Ողջունում եմ պարոն Կիվիրյան, շնորհակալ եմ շատ, որ ընդունել եք հրավերը։ Այսպեսով կարճ նկարագրում ենք իրավիճակը, բոլորս տեղյակ են, պարզապես որպեսզի սկսենք զրույցը։ Փաշինյանը պահպանեց վարչապետի իր պաշտոնը, նա ստացավ պարզ բացարձակ մեծամասնություն, ինչը թույլ է տալիս նրան միայնակ ձևավորել կառավարությունը, սակայն սահմանադրական մեծամասնություն նա չապահովեց, ինչը որոշ վերլուծաբաններ կամ բոլորը հիշեցնելով իր այդ ձևակերպումը, որ եթե ես չընտրվեմ կլինի պատերազմ, եթե սահմանադրական մեծամասնությամբ ես չհաղթեմ կլինի պատերազմ, նա այնուամենայնիվ այս պահի դրությամբ սահմանադրական մեծամասնություն չապահովեց, ինչը արդյոք բարդացնում է խաղաղության պայմանագրի կնքումը, ինչը արդյոք իսկապես կարող է բերել պատերազմի, ինչպես ասում էր Փաշինյանը, եւ ինչ կարող է ձեռնարկել Փաշինյանը, հնարավոր է արդյոք ինչ-որ բան ձեռնարկի Փաշինյանը, որ այնուամենայնիվ սահմանադրական մեծամասնություն ունենա, թե դա նրան պետք չի։ Համեցեք։ Գլոբալ առումով այն խնդիրը, որ ինքը իր առաջ դրել էր, ինքը լուծել է։ Իրանց պետք էր, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին պետք էր, որ ինքը դառնա վարչապետ։ Մնացածը շատ երկրորդական, 10-րդական հարցեր են իրանց համար։ Կունենա սահմանադրական մեծամասնություն, չի ունենա սահմանադրական մեծամասնություն։ Այս հարցը չի կարա այդ ձևով լուծել, այլ ձևով կփորձի լուծել։ Իրենց համար կար մեկ նպատակ՝ վերարտադրվել, պահել իշխանությունը։ Դրա համար հենց որ շատերը մտածում են, որ իր համար կյանքի նպատակ էր սահմանադրական մեծամասնությունը, չարաչար սխալվում են։ Ասենք հիմա չի լինի սահմանադրական մեծամասնություն, չի, այսպես ասած, փորձի գնալ այլ ճանապարհով։ Առավել եւս ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ Ադրբեջանը դրանով չի, որ ասենք սկսելու կամ չի սկսելու պատերազմ։ Եթե Ադրբեջանին պետք լինի սկսել պատերազմ, ինքը միշտ առիթը կգտնի։ Կամ առիթը եւ կարողանա երևի թե հնարավորություն դե բարձա պետք լինին հենց նաեւ կապված է դու հաշվարկում ես քո կարողությունները այդ պահին իրավիճակը եւ այլն եթե դա իրենց պետք լինի ոնց որ ցանկացած երկրի ինքը առիթը կամ կգտնի կամ կստեղծի գիտեք աշխարհում այնքան ձևեր կան դրան հասնելու այնքան սադրանքի ձևեր կան ասենք գիտեք Թուրքիային պետք էր ասենք 20-րդ դարի կեսերին վերջնականապես կոտորել իր մոտի եղած հունական այսպես հույներին ինչ արեցին իրենք նռնակը գցեցին Սալոնիկում ուրեմն Աթաթյուրքի տուն թանգարանի մեջ դրանում մեղադրեցին հույներին եւ իրականացրեցին տարիներ անց օրինակ անգամ Օրհան Փամոկը իր գրքում գրում է որ դա իրականացրեցին Թուրքիայի հատուկ ծառայությունները հիմա ասենք սովետաֆինական պատերազմը ոնց էր ասեմ Մանիլայի վրա իբր թե ասենք սովետը մեղադրեց ֆիներին որ նրանք իրականացրել են հարձակում Սակայն տարիներ անց ցանկացած պատմաբանի համար պարզ էր, որ այդ հրթիռակոծությունը հենց իրենց տարածքի վրա իրականացրել է սովետական միությունը։ Եթե Ադրբեջանին պետք լինի վերսկսել պատերազմը, այդ սահմանադրության այդ կետի չի, որ ինքը կարճելու է։ Հենց որ պետք լինի 1000 ու մի ձև ինքը կգտնի։ Բարի, ինչի անում ընդդիմությունը, մենք ասեցինք Փաշինյանը պահպանեց վարչապետի իր պաշտոնը։ Այո, բայց վերջնական արդյունքները հրապարակվելու են հունիսի 14-ին։ Այս պահի դրությամբ ինչ ունենք, փողոցում լռություն է, ընդվզում չկա, ԿՀ են դիմել, սահմանադրական ընդդիմությունը ԿՀ է դիմում, սահմանադրական դատարան է դիմում, փորձում են վերահաշվարկ կազմակերպել, սուր է դրված հարցը ԲՀԿ-ի, Բարգավաճ Հայաստան կուսակցության, թե հավաքել է արդյոք 4%-ը, թե չի հավաքել։ Ձեր հարցազրույցներից մեկում դուք այսպես ձևակերպում արեցիք, ասացիք, ընդդիմությունը ռիսկ չի անում դուրս գալ փողոցային ընդվզման, դատարանից դատարան է գերադասում վազվզել։ Ինչու՞, ինչ եք կարծում, այդ ռիսկ չանելը, արդյոք հիմա կկրկնեք, որ նա ռիսկ չի անում, ինչու ռիսկ չի անում։ Ինչու չի դուրս եկել փողոց, եթե համաձայն չէ արդյունքների հետ։ Իսկ եթե համաձայն է,
մենք պետք է իմանանք այդ մասին։ Նայեք, եկեք մի քիչ խորքային բացատրեմ, որպեսզի բարձ լինի։ Դիմել ԿՀ-ին, դիմել սահմանադրական դատարանին, ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ դա նույնն է, որ դիմել Նիկոլ Փաշինյանին։ Հասկանում եք, ԿՀ սահմանադրական դատարանը ամբողջովին ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին։ Հենց հիշում եք տարիներ առաջ ինչ օպերացիաներ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, որ սահմանադրական դատարանը իրենով անի եւ իր սրտի դատավորներին, իր սրտի անձանց այնտեղ նշանակի դատավոր։ Բոլորը դա հիշում են։ Դրանից հետո սահմանադրական դատարանում փորձել փնտրել արդարություն, դա ինչ-որ մի քիչ մանկամտական գործ է։ Նույնը կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը հիմնական օպերատորն է, չէ, այսինքն այն նկարչություն բան հենց որ ընդդիմությունը հայտարարում է, որ արվել է, դա պարզ է, որ կարար արվել միմիայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այսպես ասած, ղեկավարությամբ։ Հիմա փողոցային պայքարը ինչից են իրանք ակնհայտորեն վախենում, որովհետև փողոցային պայքարում դու պետք է փորձես հասնել արդյունքի։ Եթե դու այնտեղ էլ տանում ես ու տապալվում ես, քո մոտ առաջանում են արդեն հասարակության կողմից վստահության լուրջ խնդիրներ, ճիշտ է։ Մարդիկ առավել եւս մինչև ընտրությունները անպագորգոր հայտարարություններ էին անում։ Մենք ենք հաղթելու ենք փոքր խմբակա, նրանք ովքեր են առաջի երկրորդ, ինչ ասես ասում էին։ Այս պահին արդեն իսկ իրանց այն տված անձիկ սոցիալական ցանցերում իրանց բմբլահան են անում։ Ու խոսքը չի գնում իրանց նեղ թիմի մասին։ Խոսքը գնում է լայն հասարակության այն հատվածի մասին, ովքեր իրանց ձայն են տվել։ Հիասթափություն կա։ Չէ, դե ակնհայտորեն սպասում կա։ Իհարկե, սպասում կա, որ դուք այսպիսի խոստումներ եք տալիս։ Եթե դուք չեք կատարում ձեր խոստումները, ինչով եք դուք տարբերվում, ասենք, սուտասան Նիկոլ Փաշինյանից։ Իսկ փողոցային պայքար, եթե դու մարդկանց տանում ես, դա ընդ որում խոսքը չի գնում փողոցային պայքարի մասին։ Խոսքը գնում է հեղափոխական ճանապարհի մասին, ճիշտ է։ Այդ հեղափոխական ճանապարհում արդեն դու ավելի, այսպես ասած, նշաձողը բարձրացնում ես։ Քոչարյանի բարձրաձայնած հեղափոխություն բառը, հա, օրինակ։ Դե գիտեք ոնց է, ցանկացած անձ, նայեք, ցանկացած անձ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանին դու կարող ես հաղթել միմիայն հեղափոխությամբ։ Փողոցային պայքար ասելով մարդիկ ակնկալում են հեղափոխություն։ Ոչ թե ակնկալում են, գիտեք ոնց է, գնան 3 պտույտ տան Երևանի փողոցներով ու վերջում մի ամիս ասենք ինչով վրանի տակ պլեջ կարտոշկա ուտեն, հետո ծրվեն տներով։ Հստակ ծրագիր, այսինքն հեղափոխական ծրագիր փողոցի միջոցով։ Եվ եթե դու դա էլ ես տապալում, դու հայտնվում ես բավականին տղաճ իրավիճակում բոլոր առումներով։ Եվ այսօրվա դրությամբ, այո, ես այդ գրառումը, որը դուք մեջբերիք հիշում եմ, դա այնտեղ սարկազմել էր իր մեջ պարունակում, որ ասել է կար գենշտաբի պետ Օնիկ Գասպարյան, չէ, որը, այսպես ասած, թղթով փորձում էր հեղաշրջում անել։ Վերջում ասեց, որ ես իմ հարցերը կլուծեմ դատական կարգով։ Դուք հասկանում եք, դու դնում ես ուրեմն հրաժարական տալու հայտարարությամբ ես հանդես գալիս, դու ասում ես ես կգնամ դատարան։ Դե հիմա այս նույն ձևով ես ասել էի, որ կարող են Օնիկին որպես կոնսուլտանտ վերցնել այդ իրանց գործերում։ Դատարան գնալը Օնիկ Գասպարյանի մոտ լավ է ստացվում, կսովորացնի ոնց ճիշտ գնալ, ոնց արագ գնալ։ Դուք շատ խիստ եւ այսպես դաժան է այն, ինչ ասում եք, ձեր խոսքերի ետևում, եթե ես սխալվում եմ, դուք ինձ կուղեք, թաքնված է իհարկե ցավը, անհանգստությունը կամ դուք ինքներդ գուցե սպասելիք ունեիք եւ հավատում եք, համենայն դեպս ձեր անձը մի կողմ դրած, դուք ուզում եք ասել, որ այս քաղաքական պայքարը, որը հռչակել էր ընդդիմությունը, սա ձևական բնույթ է կրում, իմիտացիոն բնույթ է կրում։ Կարելի ասել, եւ հիմա եթե հարցեր ինչ որ քննարկվում է մանդատները վայր դնելու, անգամ դրան
չի գնա ընդդիմությունը եւ հանգիստ մի քիչ կպայքարի, մի քիչ կխոսի, վերջնական արդյունքները հայտարարելուց առաջ դե պարզ է որ այնտեղ դեռ ամսի 14-ին են հայտարարելու անճշտություններ կան, այդ անճշտությունները պետք է այս քանի 5-7 օրերի ընթացքում ճշտվեն, այսինքն այս ամբողջ, այսինքն հա, անճշտություններ կան, իրենք էլ հրաշալի գիտեն որ կան անճշտություններ մինչև ամսի 14-ը հռչակելուց հետո, այսինքն սա ամբողջը իմիտացիոն բնույթ է կրում, նրանք վերցնելու են մանդատները, մտնելու են ազգային ժողով եւ ազգային ժողովը աշխատելու է։ Նայեք, սկսեմ առաջինից, առաջինը իմ մոտ հիասթափություն ընդհանրապես չկա։ Հիասթափություն կարող է լինել այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են այս ընդդիմությունից ակնկալիքներ։ Դուք ձայն տվել եք, ինչ որ գնացել եք հերթով կասեմ։ Ուրեմն ես այս ընդդիմությունից որևէ ակնկալիք չեմ ունեցել։ Եվ ըստ դրա ես չեմ կարող ունենալ հիասթափություն։ Հիասթափություն կարող է ունենալ այն մարդը, որը կամ աջակցել է իրանց, կամ հույս է ունեցել եւ այլն։ Հիմա կոնկրետ ձայնի առումով, ոչ, ես ընտրություններին չեմ մասնակցել։ Ընդ որում հրապարակային այդ մասին գրել եմ մինչև ընտրությունները։ Ասել եմ, որ ես չեմ մասնակցել։ Մի դեպքում ես կմասնակցեմ, եթե ընդդիմության ղեկավարները հստակ հայտարարեն, որ պարտության դեպքում իրանք որևէ պարագայում չեն վերցնելու մանդատները։ Ես դա հրապարակային հայտարարել եմ, գիտեմ, որ դա լայն տարածվել է, եւ պարզ է, որ ընդդիմության լիդերները նման բան չեն հայտարարել։ Եվ ըստ դրա ես համարել եմ, որ ես այդ կլոունադային որևէ պարագայում պետք է չմասնակցեմ։ Ես հիշացրել եմ նաեւ 21 թիվը այդ առումով։ Հիմա նայեք, վերադառնանք ձեր մյուս հարցերին։ Մասնավորապես կվերցնեն մանդատները չեմ վերցնի։ Այս պահի դրությամբ չկա որևէ նախադրյալ, որ իրենք ցանկանում են հրաժարվել մանդատները վերցնելուց։ Դուք մինչ օրս անցել արդեն քանի օր, երրորդ օրն է, չէ՞։ Դուք որևէ հայտարարություն լիդերներից լսել եք։ Ես չեմ լսել։ Եթե դուք լսել եք, դուք կարող եք մեջ բերել։ Ոչ։ Հա, ես էլ չեմ լսել, ոնց որ դուք չեք լսել, նույն ձևով ես չեմ լսել։ Ընդ որում ես գրեթե վստահ եմ, որ իրանք ոչ ի սկզբանե կհայտարարեն։ Նայեք, այն ուժը, որը չէր վերցնելու մանդատները պարտության դեպքում, ինքը ի սկզբանե դա կհայտարարի, որ մենք չենք վերցնելու մանդատները։ Ընտրությունները կայացան, իրենց անպագորգոր հայտարարությունները կյանքի չկոչվեցին։ Իրանք այսօր հայտարարում են, որ ընտրությունները նկարվել են։ Բարի, բայց պարագայում, եթե նկարվել են, դու ուրեմն ունես մաքսիմում ծրագիր, իրական պայքար շարունակել։ Այսինքն փորձել գնալ փողոցահեղափոխական ճանապարհով։ Դու դա խուսափում ես, ասում ես մենք կգնանք ՍԴ մենք կգնանք կբողոքարկենք կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ այլն։ Հոյակապ իմանալով, որ դա Նիկոլ Փաշինյանի գրպանային կառույցներն են։ Որ այդ Նիկոլ Փաշինյանի գրպանային կառույցները երբեք չեն կայացնի մի որոշում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Դրա համար չի էլի Նիկոլ Փաշինյանը գործուղել իր սրտի անձանց ՍԴ։ Եվ այդ պարագայում անգամ դու չես ցանկանում հրաժարվել մանդատներից։ Նշանակում է այդ ձևակերպումը նայեք, ես մի բան եմ ասել։ Ընդ որում երեք իմ հարցազրույցումներից մեկում եմ ասել, սոցիալական ցանցերում եմ գրել, ձեր մոտ էլ ասեմ։ Ես վստահ չեմ, որ անգամ ընդդիմության լիդերները եթե հայտարարեն, իրանք դա կկարողանան ապահովել։ Որովհետև հայտարարեն, որ հրաժարվում են մանդատներից, դա կկարողանան ապահովել։ Ասեմ ինչի, նայեք, որպեսզի մանդատների հրաժարումը անցած կուսակցությունների տեղի ունենա, ցուցակում ընդգրկված բոլոր անձիկ պետք է տան դիմում։ Ոչ թե անցած 20 հոգին, 25 հոգին, 10-15 հոգին, այլ բոլորը 150-200 հոգի։ Տեսնելով, թե ինչ թայֆայական սկզբունքով են դրանք ընտրված, ես իսկ կասկածում եմ,
որ ասենք ընդդիմության լիդերները կկարողանան ցուցակում ընդգրկված բոլոր անձանց ստիպել կամ կանու ասենք կուլտուրական ասենք քաղաքական հորդորել դիմում գրել եւ հրաժարվել մանդատից։ Պետք է իրատես լինենք։ Ես չեմ սիրում ֆանտազիաներով առաջնորդվել։ Ես շատ իրատես մարդ եմ։ Ու ինչ առաջադրում եմ, ինչ ասում եմ։ Դրանք իրատեսական են։ Ես ինքս էլ ասում եմ, բայց այստեղով է մեղավոր, գիտեք, ես ու դուք չեք կազմել, չէ՞ ցուցակը։ Այդ ցուցակները կազմել են իրանք են այդ մարդկանց ընդգրկել։ Ես ու դու չենք ընդգրկել։ Ու այսօրվա դրությամբ ինձ համար ակնհայտ է, որ իրանք չեն կարող այդ մարդկանց ստիպել հրաժարվել մանդատից։ Ու այստեղ էլ է երևում, թե ինչ որակի մարդկանց են իրանք փորձում տանել ազգային ժողով։ Ավելին ժողովուրդը քննարկում է, թող ներեն ինձ բոլոր այդ ցուցակներում գտնվող մարդիկ, ես իրենց այսպես անմեղության խավարկածը պահպանելով, մարդիկ քննարկում են այն հարցը, որ չի բացառվում, որ ասենք Փաշինյանը ես երեք ինձ թույլ տվեցի այսպիսի ձևակերպում քաղաքական հոգևորություն լսեցի, որ դուք էլ քաղաքական ինչպես ասեցիք անասնագողություն այսինքն նոր բառից խուսափեցիք ես հոգևորություն անվանեցի դա բայց անկախ իրարից որտեվ այսօր ես լսեցի ձեր հարցազրույցը անկախ իրարից մենք հասկացանք որ պտտվում է այդ մեծ կասկածը որ իրանք իրարից կարող են մարդիկ ցուցակներից հավաքագրել ասենք եթե այո դուք ասացիք Փաշինյանն այս պահին այդքան սկզբունքային չի Սահմանադրական մեծամասնություն ունենալը, որտեղ այլ ձևերով ինքը կարող է խնդիրը լուծել, բայց եթե նրան պետք լինի, չեն բացառում, եւ հիմա ես հարցնում եմ, չեք բացառում արդյոք, որ նա կարող է այդ ցուցակներում, ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներից մարդկանց գտնի, ում կարող է բերել եւ ուրեմն մտկափոխանել եւ ներգրավել իր ցուցակում եւ հակառակը փորձելով քանդել, որտեղ ես լսել եմ հարցազրույցներում ընդդիմադիրների, որ նրանք հիմա փորձում են թուլացնել Փաշինյանի ընտրացուցակի մեջ գտնվող մարդկանց կամքը։ Նայեք, ոչ միայն չեմ մտածում, այլ վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանին պետք լինի, ինքը շատ արագ եւ հանգիստ կդիմի այդ անասնագողություն, քաղաքական անասնագողություն։ Ընդ որում եկեք հիշենք Օրինակ հիմա չգիտեմ իր ցուցակում ընդգրկված է թե չէ, ներկա խորհրդարանում կա նիկոլական ինչ էր Բագրատյան Սերգեյ, չէ՞ կարծեմ։ Տարբեր անուններ են տալիս, ես չեմ ուզում։ Չէ, այդ մարդը ժամանակին ԲՀԿ-ից էր, չէ։ Օհ, այդտենց բոլորն են, բոլոր տեղերից։ Չէ։ Ինքը հենց որ падգամավոր էր, անցավ ԲՀԿ-ից։ Եվ հետո մեկ էլ դարձավ նիկոլական։ Այսինքն հենց որ Նիկոլ Փաշինյանին պետք եղավ, ինքը շատ արագ կարողացավ պոկել տանել իր մոտ այդ մարդուն։ Ինչի է, այսինքն Նիկոլ Փաշինյանը դրա եւ փորձ ունի, եւ պետք է եղել դա այդ գործիքակազմը ինքը շատ հանգիստ կիրառել է, բայց ինչի եք դուք բացառում, որ ինքը դա նորից չի կիրառել։ Երբ որ եթե իրեն դա պետք լինի, շատ հանգիստ կկիրառի։ Այսօրվա դրությամբ ընդդիմությունը հենց որ խոսում է այս սցենարից, ինքը պետք է պատրաստ լինի, որ նույնը իրանք կխոսան, բայց Նիկոլ Փաշինյանին եթե պետք լինի, ինքը հանգիստ դա կանի։ Դա ո՞նց ես դու անում։ Ասենք, նայեք, եկեք հստակ խոսանք։ Ուրեմն ընդդիմությունը դա կարող է անել միմիայն փողով։ Մեծ փողով բերել այնտեղից այստեղ։ Իշխանությունը դա միշտ անում է շանտաժով։ Ասենք շատ կոպիտ ասենք, բռնում են կեղտոտելուց միտեղ այդ մարդուն։ Ու տենց ականջից բռնում են, դեմն են դնում իր կեղտոտածը, փորձում եմ նուրբ ձևով ասել, բոլորը հասկանում են ինչ արել, անկյունում այդ մարդը, եւ ասում են Բալիկ ջան, դե հիմա սրանից հետո խելոք կանես սա։ Պարզա, իշխանությունը փող չի ծախսելու։
Ինքը միշտ դա արել է շանտաժով, ցանկացած իշխանություն, օգտագործելով ԱԱԾ-ն, օգտագործելով ոստիկանությունը, օգտագործելով ուժային կառույցներ եւ այլն։ Այսինքն իր մոտ առավել եւս նայենք բոլոր Հայաստանի իշխանությունները, ես սա բացառություն չի, բոլորի վրա փորձում են հավաքել կոմպրոմատ։ Այսինքն իրանք հավատացեք, որ բոլորի վրա ինչ-որ փաթեթներ ունեն։ Այլ հարց է մարդը, եթե կամք ունի, ինքը երբեք պետք է շանտաժին չտրվի։ Բայց հիշելով Նիկոլ Փաշինյանի աշխատավոճը, վստահ եղեք, որ ինքը դրանից չի խորշի։ Այստեղ պարզապես հարց է բարձրանում այն ընտրողների մասին եմ ես հիմա ուզում խոսել, ովքեր իրենց սկզբունքների հիման վրա իրանք անկեղծորեն են փող չեն վերցրել եւ այլն ոչ մի ուրիշ հանգամանք չի ազդել նրանց կամ արտահայտության վրա եւ իրանց ընտրության վրա, իրենք անկեղծ են եղել իրենց ընտրության մեջ եւ հետո մեկ էլ տեսնում են, որ տվյալ դեպքում հնարավոր են այդպիսի խաղեր, որ իրենց աչքի առաջ երկու կարծես թե իրար դեմ պայքարող իշխանություն եւ ընդդիմություն նրանք կարծես թե խաղ են խաղում եւ այդ ընտրողի խնդիրն է ինձ ավելի շատ այդ ընտրողի տեսակետից եմ ես անհանգիստ ոմանք անկեղծորեն ընտրում էին ընդդիմությանը եւ հետո տեսնում են որ ընդդիմության A, B, C մարդը գնում է այստեղ եւ հակառակը նայեք այսինքն սկզբունքներ կան թե չկան այս քաղաքական կուսակցությունների ես իշխանության ընտրողների մոտ սկզբունքներ չեմ տեսնում ընդհանրապես ընդդիմության ընտրողների մոտ այո ես տեսնում եմ սկզբունքներ բայց ես տեսնում եմ նաեւ անգրագիտություն իրենք օրինակ ես երբ հայտարարությամբ հանդես եկա սոցիալական ցանցերում ժամանակին առավել եւս դա շատ լայն տարածում էր գտել 100,000-ավոր մարդ կարդացել էր իրանք կարող էին այդ նույն ձևով դա տարածել եւ այն ժամանակ ամիսներ առաջ ընդդիմության առաջ դա դնել որ դուք հիմա հանդես եք գալիս գրավոր հայտարարությամբ պարտավորվում եք պարտության դեպքում չվերցնել մանդատները բարձր եթե դա շատ լայն ձևով դրվեր, շատ լայն ձևով դրվեր, ընդդիմությունը ստիպված պետք է ընդդիմության լիդերները այո նման գրավոր պարտավորություն ստանձնեին եւ այսօր էլ կատարեին։ Մարդիկ հավատում են հեքիաթների, հասկանում եք։ Ու ամեն անգամ հետո ասում են, գիտեք, մեզ խաբեցին։ Մարդուն, եթե առաջի անգամ խաբում են, բարձր ասենք խաբողն է մեղավոր։ Բայց եթե ինքը հախաբվում է, ուրեմն խնդիրը իր մեջ է։ Ուրեմն ինչ որտեղ մի քիչ անմեղսունակ է այդ մարդը, որ հախաբվում է։ Եթե դու ամեն անգամ ասենք, երեք ոնց դու կենտրոնում կարաս, չէ՞, ասենք ինստինկտով ամեն անգամ պանրով բռնել մուկ։ Եթե ասենք մարդուն ամեն անգամ այդ պանրով բռնում ես, ուրեմն իր մոտ կենտրոնական ինստինկտն է գործում, ոչ թե տրամաբանությունը։ Ուրեմն խնդիրը իր մեջ է։ Բա Արդյունքում ինչ ունեցանք, ունենք այն ինչ ունենք։ Ունեցանք խորհրդարան, այսպես էլի ձևակերպում եկավ իմ մտքից, կիսվեմ ձեզ հետ, բալանսավորված ազգային ժողով ունեցանք։ Բալանսավորված։ Ինչով։ Եկեք տեսնենք։ Նրանով որ երկու թևնել, դրա համար հարցնում եմ, ինչ ունեցանք, ինչ ազգային ժողով ունեցանք։ Մոտավորապես ունեցանք այն ազգային ժողովը, ինչ որ ունեցանք ունենք հիմա ունենք 21 թվականին ունենք ընդամենը փոխվեց տեղերը, ընդ որում ես դա կանխատեսել եմ։ Չէ, նայեք, ես դեռ փետրվար ամսին շատ ուղիղ արել եմ գրառում, դրանից հետո իմ բազմաթիվ հարցազրույցներում ասել եմ, որ պատկերը սա կլինի։ Ընդ որում կարող եք հանել սոցիալական ցանցերից իմ գրառումը փետրվար ամսին։ Ես վերջերս դա նորից դրել էի Facebook-ի իմ պատին, մարդիկ կարող են մտնել նայել, որտեղ ասում եմ առաջինը կլինի Նիկոլը, հետո կլինի
Սամվել Կարապետյանը ու գրել եմ երրորդը ինձ համար մշուշոտ է։ Դե դուք տեսնում եք, չէ՞ որ ասենք Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանի թիմերը եզրագծի վրա են, այսինքն ես ճիշտ էլ հասկացել եմ, որ իրանց հանցնել չանցնել շատ մշուշոտ է։ Այդ դեպքում եթե Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցել։ Դե բոլորի Սերժ Սերժ Սարգսյանը, ես ես մի բան ասեմ, Սերժ Սարգսյանը եթե անգամ մասնակցեր, Սերժ Սարգսյանը կհավաքեր լավագույն դեպքում ասենք 0.5% ձայն։ Ոնց որ մոտավորապես իր արդյունքը կլիներ ոնց որ հակի արդյունքը։ Անգամ հակի։ Դե Դե հակի կարծեմ։ 0.22 էր։ Չեմ էլ նայել։ Դե ասենք կարող է հակից մի քիչ լավ ավելի արդյունք լիներ։ 0.22%։ Դուք հիշեք, որ անցած անգամ էլ իրանք անցան ազգային ժողով ընդամենը ասենք Վանեցյանի ուսերի վրա օրենքի ուժով։ Ձեր կարծիքով ինչի Սերժ Սարգսյանը իր դեմքով ես շեշտում եմ իր դեմքով, որովհետև ես վստահ եմ, որ ինքը կարողացել է տարբեր ձևերի ներդնել տարբեր թիմերում։ Կա ոնց է, չէ՞, ասենք իր ձևերին ներդնում տարբեր բների մեջ ինքը դա կարողացել է։ Այդ ձևերը անցան տարբեր ցուցակների մեջ թե այո, տարբեր ցուցակներ։ Այսինքն կային եւ քաղաքական կուսակցություն ձևեր եւ առանձին մարդկանց մասին է խոսքը։ Հիմա նայեք, եթե ինքը ունենար անգամ չնչին վստահություն, որ իր դեմքով ինքը կկարողանան հաղթահարել 4%-ը, 100% վստահ եղեք, որ իրանք կմասնակցեին։ Լավ, հետ գանք եւ հասկանանք ռոտացիա է տեղի ունեցել ընդհանրապես առաջի դեմքի մի քանի Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանը առաջի թիվ 1 ընդդիմություն Ռոբերտ Քոչարյանին փոխարինել է թիվ 1 ընդդիմություն Սամվել Կարապետյան ընդհանրապես սա է դե ես որ ասում եի բալանսավորված եւ դուք կասկածեցիք այդտեղ ես ուզում եմ հասկանալ բալանսավորված ասելով նորից պետք է ստիպված լինեմ հիշեցնել ոչ թե ինչ որ միտումնավոր այլ այդպես է փաստ է, ես փաստ եմ արձանագրում, Պուտինը ասաց, որ նույն Սամվել Կարապետյանը իր Ռուսաստանի շահերը հետապնդող կամ Ռուսաստանի կարծեմ ձևակերպումը քաղաքացի է, այսպես ասեմ։ Կարծեմ ձևակերպումը այլ էր, բայց ձևակերպումը այլ էր, լավ, վերցնենք Ռուսաստանի քաղաքացի ձևակերպումը։ Ձևակերպում հա, լավ, ձեր միտքը ասեք։ Ահա։ Ռուսաստանի, այսպես թե այնպես, Ռուսաստանի համար նախընտրելի տեխնացու։ Մեղմ ձևակերպեցի Ռուսաստանի նախընտրելի ձևակերպում։ Պրոստը ուզում եմ բառացի հիշել։ Փաշինյանը Ռուսաստանին նախընտրելի տեխնացու է կամ նախընտրելի վարչապետ է թե ոչ։ Եթե ոչ, մենք ունենք արդյոք պրոռուսական եւ հակառուսական կամ ոչ պրոռուսական, ավելի ճիշտ, պատկեր ազգային ժողովում, թե ամբողջական բոլոր ուժերը, այսպես թե այնպես, Ռուսաստանի հետ հրաշալի կարող են աշխատել եւ Ռուսաստանը տարբեր հասկացություններ Ռուսաստանի գործոնը դիտարկենք։ Նիկոլ Փաշինյանը կարող է չլինի, ասենք, Պուտինի սրտի տեխնացուն, բայց լինի Պուտինի համար շատ ձեռնտու տեխնացուն։ Ձեռնտուության մասին է ես հարցնում։ Դրանք բոլորը հասկանում եք տարբեր են շատ։ Իսկ ձեռնտուն ոչ ձեռնտուն երևի մոտակա 1 կամ ամիս ու կեսվա մեջ որովհետև ինքը պատրաստում է չէ գնալ Մոսկվա ըստ իր հայտարարության։ Այսինքն միատարր է մեր ազգային ժողովը։ Չէ, նայեք, հենց որ ինքը գնա Մոսկվա, ըստ այդ գործընթացների մենք կհասկանանք, որ արդյոք այս անգամ էլ Ռուսաստանի համար ձեռնտու տեխնացու է ընտրվել, թե ոչ ձեռնտու տեխնացու։ Նայեք, ես ինքս պնդում չունեմ։ Ես ըստ իրավիճակի այդ այցից հետո եւ դրանից հետևող գործընթացների հետ կապված արդեն կկարողանամ հստակ ներկայացնել իմ կարծիքը։ Որպեսզի ինչ մենք կարողանանք մեզ համար արձանագրել այդ թե գործընթացները որ ուղղությամբ են գնում։ Դուք վերջի դուք մի մոռանա, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր բևերից բևեր թռչկոտելու շատ մեծ փորձ ունի։ Վերջի 8 տարին ինձ թվում է մենք դա տեսնում ենք։ Այլ հարց, որ դա ամբողջը ոչ թե տեղի անեն ի օգուտ Հայաստանի, այլ ի վնաս Հայաստանի։
Աշխարհում կան շատ գործիչներ, որ նման ձևով թռչկոտում են, բայց դա անում են իօգուտ իրանց երկրի։ Նիկոլ Փաշինյանը դա անում է մի բանի համար, որպեսզի պահի իր աթոռը, անվտանգ կերպով պահի իր աթոռը։ Հետո դուք գիտեք, բոլորդ մտածում եք, որ ասենք նայեք, իր համար վտանգը դա պրոռուսական տեխնացուներն էին։ Իր համար վտանգը պրոռուսական տեխնացուները չէին։ Իր համար վտանգը արևմտյան մեծ տեխնացուներն էին։ Ինչ առումով, եկեք բացատրեմ։ Ի տարբերություն ռուսների, որոնք միշտ փորձում են աշխատել մի գծի մեջ, արևմուտքը միշտ փորձում է այլընտրանքային ձևով աշխատել։ Եվ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ այս ազգային ժողովում լինեն արևմտյան ցանկացած այլընտրանք, որոնց արևմուտքը հետո կկարողանար շատ արագ աճացնել եւ իր կողմից այդ թռչկոտումների ժամանակ փոխարինել իրանով։ Ինքը դա բացառեց։ Բա Գուցե ինքը հանդես եկավ որպես այդ ջահը իր ձեռքին ինքն է արևմուտք արևմտամետ այդ մոդելը անցնում է ռուսների մոտ մի գիծ ռուսները սիրում են այս ցարը սիրում է այդ խալոպի հետ գործ ունենալ արևմուտքը եթե դուք նայեք բոլոր տեղերում նույնիսկ վեցեք Ուկրաինայում նայեք քանի ասենք Ուկրաինան ընդ որում այդ գլուխները իրար էլ ուտում են սրան են կալանահում նրան են կալանահում ճիշտ է օրինակ վերջի 6 ամսում դա հստակ երևաց Ուկրաինայում պատերազմող երկիր է բայց անգամ այդ պարագայում արևմուտքը այնտեղ միշտ ունի այլընտրանքային տարբերակներ ինքը երբեք արևմուտքը մի հոգու մի գործչի վրա չի հենվում իսկ դա հոյակապ հասկանալով Նիկոլ Փաշինյանը բացառեց որպեսի արևմտյան մեծ որևէ ուժ անցնի ազգային ժողով որ կարողանան էքսերի դեպքում իրեն փոխարինել արևմուտքը այդ դա բացառեց թե չէ ինքը հոյակապ հասկանում էր որ ռուսամետ ուժերը չեն հաղթելու Շնորհակալ եմ Գովազդ հայտարարանք եթերում շարունակելու ենք զրույցը սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ Գովազդ է եթերում Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է դրամական փոխանցումներ 1%-ով օդանավով 1 փաունդը 2.99 նավով ուղարկեք 1 արկղ երկրորդ արկղը անվճար ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք
գրեք, այցելեք։ Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ։ Պարոն Կիվիրյան, շատերը դեռևս իհարկե վերջնական արդյունքները մենք ասացինք, որ հունիսի 14-ին են լինելու, շատ երկրների ղեկավարներ շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին։ Չշնորհավորեց Պուտինը, Ռուսաստանը ասում է դեռ վերջնական արդյունքների կսպասենք եւ այնտեղից հաղորդագրություններ են անդադ տալիս, որ կեղծվել է, արդար չէր եւ այլն։ Փեզեշքյանը շտապեց շնորհավորել, ինչ եք կարծում, ինչու դեռ մինչ վերջնական արդյունքները շատերը շտապեցին, արդյոք դա նշանակում է, որ ընդունել են Հայաստանում անցկացված ընտրությունները եւ անիմաստ է այդ մասին շարունակել խոսել, օրինակ մենք էլ երկար խոսում ենք, թե ընդդիմությունը ինչ պետք է անի եւ ինչ է անում։ Փաստորեն եկանք են եզրահանգման, որ այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները եւ մտնի ազգային ժողով։ Եվ այսպես շնորհավորանքները ինչի մասին են վկայում, որ բոլորը ընդունել են Փաշինյանին եւ մենք շարունակում ենք երեկվա էջը չի փակվել, շարունակում ենք գնալ առաջ։ Նայեք, շնորհավորանքների հետ կապված Նիկոլ Փաշինյանին շատ կարևոր է երկու հոգու շնորհավորանք։ Դա Իլխամ Ալիևն եւ Նոյ Էրդողանն են։ Այսօրվա քաղաքական այն գիծը, որ ինքը տանում է, իրան այդ երկուսի շնորհավորանքն է շատ կարևոր։ Մնացածի շնորհավորանքը իր համար երկրորդական, դա անգամ նրանց է։ Հավատացեք, որ Ռուբիոն արդեն շնորհավոր է։ Իլխամ Ալիևի շնորհավորանքը իր համար շատ կարևոր է, որ դա ինքը կարողանա ասել, նայեք, այս խաղաղության կուրսի շարունակությունն է։ Վերջիվերջո իր ամբողջ ընտրական քարոզչական մեխը դա այդ խաղաղությունն էր, որ հայ ժողովրդին փորձի համոզել, որ եկել է խաղաղության դարաշրջանը։ Բա իր սահմանադրական մեծամասնությունը եւ սահմանադրության փոփոխությունը եւ որոնք դա անդադ ընդգծում էր, որ դա պայման է։ Չէ, դե բոլորս էլ գիտենք, որ պայման է։ Եվ այնպես չի, որ ինքը այդ պայմանը կատարելուց հրաժարվելու է։ Ինքը ամեն կերպ փորձելու է այդ առաջադրված պայմանները կատարել։ Բայց մենք Էրդողան-Ալիև շնորհավորանք ունենք արդեն։ Ես չեմ տեսել այս պահի դրությամբ, բայց վստահ եմ իր սրտի ամենամեծ ցանկությունը, որ Իլխամ Ալիևը, առաջինը հենց Իլխամ Ալիևը իրան շնորհավորի։ Որ ինքը դա մատուցի որպես այ խաղաղության փաստ։ Դա վկայություն է խաղաղության, թե չէ, դա խաղաղության վկայության չի։ Բա ինչ է։ Բայց նայեք, վերջիվերջո մենք հասկանանք մի բան։ Ներկա դրությամբ, եթե Ռուսաստանի դիրքերը այս տարածաշրջանում կտրուկ թուլանում նվազում են, այնպես չի, որ առաջանում է վակուում։ Նման դեպքերում վակուում չի առաջանում։ Ես սրա մասին տարիներ առաջ զգուշացրել էի։ Եթե դու ինքդ չունես այս ռեսուրսը, որ այդ վակումը լցնես, այսինքն իրական ինքնիշխան դառնաս, այդ վակումը կլցվի Ադրբեջանով եւ Թուրքիայով, այնինչ որ մենք այսօր տեսնում ենք։ Եվ դրա համար չզարմանաք, որ նայեք այն հայտարարությունները, որ գնալով, եթե այս կուրսը շարունակվի, Անկարայում եւ Բաքվում են որոշելու ով կլինի Հայաստանում իշխանություն, դա հենց այդ կուրսով է գնալու։ Նայեք, դուք ասում եք Ռուսաստանն այստեղ գերիշխանություն է, ճիշտ է, ինքն է որոշում ով լինի, չլինի, չկա նա։ Ինչա, ոչ մեկ էլ չի որոշելու, եթե դու չունես այն ուժը, որ դու որոշես։ Իսկ Հայաստանը այսօրվա դրությամբ չունի այն ուժը, որ ինքը որոշի։ Հենց դրա համար նայեք տարիներ շարունակ ես բացատրել եմ, որ եթե դու այստեղից ճանապարհում ես Ռուսաստանին, դու պետքա դա այն ժամանակ անես, որ կարողանաս այդ վակումը քեզնով լցնել։ Այլ պարագայում
Այդ վակումը կլցվի Ադրբեջանով եւ Թուրքիայով։ Եվ դա էլ տեղ ունեցավ։ Լավ, դա նախընտրական շրջանում շատ է այս թեման քննարկվել եւ հակադարձել են այդ ձևակերպումներին, որ ինչու եք դուք բերում Ադրբեջան-Թուրքիա, ինչու չեք ասում, որ դե Թրամփի ուղու միջոցով է ամրապնդվում տարածաշրջանում, Եվրոմիությունն է փորձում մեզ այդքան օժանդակելով եւ տարբեր իր միջոցներով էլի ամրապնդվել տարածաշրջանում ես բերեցի իհարկե Իրանը տարածաշրջանում կա Իրանի գործոնը ինչու չենք դիտարկում ճիշտ է նա հիմա պատերազմում է բայց ինչ որ մի պահ դուրս է գալու ինչու եք դուք անընդհատ մատնանշում դա այդ խոսակցությունը կար ասում էին եթե ոչ Ռուսաստանը ապա Թուրքիան եւ Ադրբեջանը մյուսները ասում էին ինչու եք Թուրքիա եւ Ադրբեջան մատնանշում նայ ասենք դու ապրում ես միտեղ քո դուռը բացում ես այս Հարևանը Իրանն է Վրաստանն է չէ մի վարքան նաեւ Իրանն է Իրանի մասով եթե չլներ Իրանի վրա այս գլոբալ ճնշումները, այո, դուր մեկն էլ Իրանն էր լինելու, որը ռուսների հեռանալու պարագայում, այո, շատ ակտիվ մտնելու է տարածաշրջան։ Բայց իհարկե ոչ հարյուրավոր խնդիրների տակ մնացած Եվրոմիությունը, որը ընդամենը լուծում է այս պայդրությամբ մի խնդիր։ Ինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի եւ փորձում է ներգրավել առավելագույնս երկրներ, ում կկարողանա օգտագործել Ռուսաստանի դեմ։ Հայաստանը այդ թվում է։ Իհարկե Հայաստանը հենց այդ թվում է։ Ինքը փորձեց նայեք, ինքը Ուկրաինան կա, փորձեց մի քանի տարի անել Վրաստանը։ Վրաստանի ղեկավարությունը հասկացավ, որ եվրոպացիներին բացարձակ չի հուսում, ասենք, օգնել իրանց ավելի զարգանալ, օգնել վերադարձնել Աբխազիան եւ Օսիան, ճիշտ է։ Այլ ընդամենը հուզում է մի խնդիր։ Ոնց որ ուկրաինացիներին օգտագործում են որպես մսացու, վրացիներին էլ օգտագործեն որպես մսացու։ Վրացի կարողացան պլստալ։ Նիկոլ Փաշինյանը երկիրը տարավ այդ ուղղությամբ։ Այսօր հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորված են սրանով։ Ռուսները բաց տեքստով այդ են ասում, որ մենք պատրաստվում ենք Եվրոպայի հետ պատերազմի։ Եթե դուք այնտեղ եք, մենք ձեզ էլ ենք դիտարկելու որպես հակառակորդ թիրախ։ Ոնց եք ճիշտ համարում, եթե դուք լինեիք։ Ուրեմն ես ասեմ ձեզ, ես բազմաթիվ տարիներ բացատրել եմ, որ ամեն գնով պետք է ոչ թե դու երկիրը պետք է դարձնես գերտերությունների բախման այդ թատերաբեմ, այլ մոտավորապես վարես այն քաղաքականությունը, որը այսօր Վրաստանն է։ Վրաստանը չի պարկել Ռուսաստանի տակ, բայց ինքը նաև չի ուզում դառնալ մսացու ռուսների դեմ պատերազմում։ Հասկանում եք։ Վրացիք հոյակապ գիտեն, չէ, որ ասենք Աբխազիայում Օսիայում ռուսական զորքերն են։ Իրանք չեն հրաժարվել այդ գծից։ Ընդամենը մի շաբաթ առաջ Թիֆլիսում ձերբակալվեց օրինակ մի անձ, որին մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։ ՀԿ-ի այդ եվրոպական անունով ՀԿ-ի ղեկավար էր, բայց ռուսական կրեատուրա։ Հասկանում եք, Վրաստանը չի հրաժարվել այդ քաղաքականությունից, բայց ինքը փորձում է պահել չեզոքություն այդ բախման մեջ։ Հայաստանը պետք է ամեն գնով փորձեր եւ փորձի պահել չեզոքություն։ Հենց որ վերջի տարիներին ես բացատրում եի, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը դարձնում է պոլիգոն բախման, ու դա շատ վատ հետևանք է ունենալու։ Շատերը դա չէին հասկանում։ Բայց դուք ինքներդ հիշեցրեցիք, որ Փաշինյանը հիմա Պուտինի հանդիպման է, Պուտինի հետ հանդիպման է գնալու։ Դե խոստացել է համենայն իսկ դուք վստահ եք հանդիպումը ինչով կավարտվի։ Կամ ընդհանրապես կկայանա թե չէ։ Դրա համար, քանի որ ես չեմ սիրում զբաղվել գուշակությամբ եւ ֆանտազիաներով, ես ասեցի սպասենք, կկայանա, ոնց ինչ ընթացք ունենա, ըստ դրա էլ կհասկանանք։ Բայց այն, որ ինքը հասցրել է այդ կետին, որ ռուսները բաց տեքստով են դա ասում, դա արդեն ակնհայտ է։ Այո, մեզ պետք էր ոչ թե հայտնվել այս ճամբարում կային այն ճամբարում, մեզ պետք էր ամեն գնով փորձել պահել չեզոքություն։ Այս պահին մենք չենք պահել այդ։ Իհարկե, ակնհայտ է, որ այդ չեզոքությունը խախտված է։
Եթե այդ չեզոքությունը խախտված չլիներ, չէին լինի այդ կոշտ հայտարարությունները։ Բայց մենք Եվ սկսեցինք գործընթացները։ զրույցը Թուրքիայի եւ Ադրբեջանի Եվ այսօր այո, Թուրքիան եւ Ադրբեջանը այդ վակումը լրացնում են։ Վերջի վերջո նույն ԱՄՆ-ի գործիքակազմով է Թուրքիան է։ ԱՄՆ-ն ամենտեղ չի գնում իր հարցերը ինքնուրույն լուծում, ոչ դրա ժամանակ ունի, ոչ ցանկությունը, ոչ ռեսուրսը։ Ամեն տարածաշրջանում ինքը ունի իր գործիքակազմը։ Այս տարածաշրջանում այդ գործիքակազմը Թուրքիան է։ Այլ կերպ ասած, դուք կարող ենք ոնց որ ամփոփել այսօրվա մեր զրույցը, մենք ընտրությունները դա այսպես միջանկյալ ինչ որ վերադասավորումներ էին, ոչինչ չփոխեցին, ոչինչ չի փոխվում, մարդիկ պարզապես մի քանի մարդ անց փոխվեց, ոչ թե քաղաքական ուղղվածություններ փոխվեցին, որոնք ներկայացված էին ազգային ժողովում, եւ այն ինչ ունեինք մինչեւ ամսի 7-ը, ունենք այսօր եւ 14-ից հետո ենք ունենալու, առավել եւս եթե ընդդիմությունը մի քիչ կգնա այս դատարանից, ինչպես դուք եք ասում, այն դատարանից այս դատարան կգա եւ կվերցնի մանդատները եւ մենք ունենանք նորմալ բնականon ազգային ժողովի աշխատանք, եթե դա կարելի է բնականon համարել այն, ինչ տեղի էր ունենում նախկին 5 տարիներում։ Եթե ընդդիմությունը խելքի չգա ու չհասկանա, թե ոնց պետք է պայքարի եւ ոնց հասնի արդյունքի, այո կլինի այն, ինչ դուք նկարագրեցիք։ Դա ակնհայտ երևում է։ Նիկոլ Փաշինյանը հիմա, գիտեք ոնց է իր թիմով նորից անցավ ազգային ժողով, հիմա կարող է թիմից սաչեր նայել, բայց դա դեր չունի։ Մի քանի հոգու աշխատանքից հանեցին ներեգություն եւ աշխատանքի նոր մարդ վերցրեցին։ Հիմա ասենք գլոբալ փոփոխություն չկա։ Դա այսօր այդ գլոբալ փոփոխությունը կարող տեղի ունենալ, եթե ընդդիմությունը հասկանար, թե ոնց է պետք վերցնել իշխանություն։ Կամ ցանկություն ունենար, Դե նպատակ ունենար։ Արդեն կասկած է, որտեվ հիշում եք, ես հարցրեցի, դուք ուզում եք ասեք, որ այս քաղաքական պայքարը, այնինչ կոչվում է քաղաքական պայքար, իմիտացիոն էր։ Գիտեք ոնց է ցանկությունը դուք ճիշտ բառ օգտագործեցիք, պետք է հասկանալ։ Գիտեք, ասենց բացատրեմ, որ ավելի ճիշտ լինի, իմ կարծիքով։ Իհարկե, իրանք կուզենային վերցնել իշխանություն, բայց դա եթե իշխանությունը ուրեմն ընկներ իրանց ձեռքը, երկնքից ոնց է հրաշքով խնձորը ընկնում։ Դեռ մի հատ էլ խնդրեր ասեր ինձ կեր, ինքն ասել դե լավ ուտե։ Իսկ այն ձևով, որ պետք է վերցնել իշխանությունը, փորձել վերցնել, որը կարա պարունակի մեծ ռիսկեր, որտեղ նայեք, ասենք դու գնում ես հեղափոխության ճանապարհով։ Հեղափոխությունը պարունակում է շատ մեծ ռիսկեր։ Դու կարաս զոհվել։ Պարտության դեպքում դու կարաս 20 տարի կամ ցմա գնալ բանտ նստել։ Դու կարաս ջախջախվել։ Դու քո ընտանիքը, քո կողմնակիցները։ Դա մեծ ռիսկեր է, չէ՞ պարունակում։ Ասենք այն մոդելը, որով ասեց 1917 թվականին գնաց Լենին Պապին։ Եթե Լենին Պապին պարտվեր, պարզ է չէ ինչով էր ավարտվելու իր եւ իր կողմնակիցների համար գործընթացը։ Մահ կամ բանտ։ Հիմա այդ դրան ռիսկերի գնալու հանուն իշխանություն վերցնելու այդ ճանապարհով, այո, այս ընդդիմությունը պատրաստ չի։ Ինքը շատ մեծ սիրով, եթե ասենք հրաշքով ընկներ ձեռքը վերցներ ուտել։ Այդ դրան կողմնակից էր։ Ռիսկին չէ։ Շնորհակալ եմ։ Այս պահին այսպես է իրավիճակը, 14-ից հետո կիմանանք եւ շատ հետաքրքիր դուք մատնանշեցիք, որ Պուտինի հետ հանդիպումը եթե կայանա, դա եւս մեզ ինչ որ ինֆորմացիա կտա, թե ամսի 7-ը ինչի մասին էր, ինչ որ բան փոխեց, թե չփոխեց։ Այդ հանդիպումից եւ այդ հանդիպումից հաջորդող գործընթացներից իհարկե այդ ուղղությամբ շատ բան ավելի բարձ կլինի։ Շնորհակալ եմ, պարոն Կիվիրյան։ Ձեզ շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հետ էինք զրուցում, զրուցվարում էր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։